Երկու վիրավոր, չէ՞։ Երկու վիրավոր։ Կապոտն է բացվել։ Շտապօգնությունն է, չէ՞ տարի, Աբովյանի, Աբովյան։ Հա։ Հուլիսի 3-ն է։ Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհին դեպի Երևան գնալիս Լադա Մակրուշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե պաշտպանի քարերին, ապա երկաթե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինը օգնության են ասել քաղաքացիները, ևս քաղաքացիների հայտնացի օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Աբովյանի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, բաժնի պետի գլխավորությամբ, ով այնուհետև ժամանակ երկի վար։ Այս պահին բարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականության մեջ, վարորդի և վիրավորների ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է, երբ ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս է եղել, առջևի, այսպես ասած, կապոտը բացվել է, ինչն է դարձել է վթարի պատճառ։